որ ըստ էության միշտ կայացած որոշումները մարտահրավերել էր հանցանքը կատարել կանխելու հիմքը, որը ըստ էության շարունակում է ևս արտահամարվել եւ խոչընդոտելու հիմքի էական արձանագրված ռիսկի էական նվազման եւ հանցանքը կատարելու հիմքի արտադրության պայմաններում դատարանը գտնում է, որ կիրառված ամենախիստ կապամիջոցի շարունակականությունը այլևս անառարկելի անհրաժեշտություն չի ենթադրում եւ նույն ժամանակ դատարանը արձանագրում է, որ հանցանք կատարելու կանխելու հիմքը ըստ էության չի կարող բացառապես կանգնավորվել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով կամ այս կամ այն կերպ դիտարկվել, թե արդյոք որևէ այլ քրեական գործով հիմնավորվածից վերապացող չափանիշով որոշակի գնահատականներ կան թե ոչ, ընդ որում դատարանի նման մոտեցումը համահունչ է վճռաբերի դատարանի կողմից բազմիցս արտահայտված իրավական դիրքորոշումներին։ Հաշվի առնելով դատարանի կողմից կատարված արձանագրումները, դատարանը արձանագրում է, որ մեղադրել նկատմամբ կիրառված կապամիջոց կալանքը ենթակա է փոփոխման, դատարանը որոշում է մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես այլ ընտրանքային կապամիջոցներ համանցված կիրառել տնային կալանք 3 ամիսում, որի շրջանակներում վերջինիս արգել է համակարգություն, հեռախոսանախոսակցություններ եւ հաղորդակցության ձևերից, այս նույն փոստային առարկանոց շփում ունենալ այլ անձանց հետ, բնակության վայրում գյուր տալել այլ անձանց, բացառությամբ պաշտպանների, ինչպես նաև այդ բնակարանում մշտապես գտնվող անձանց, ընդ որում համասահմանափակումները չեն տարածվում շտաբերկրականություն, իրավապաշտպանումներ, արտակարգ իրավիճակներում ներկայացարայություն, ինչպես նաև իրավապաշտպանության իրականացնողների հետ կապ հաստատելու, ինչպես նաև պաշտպանների հետ կապ հաստատելու դեպքերի։ Դատարանը արձանագրում է, որ մեղադրյալը կապամիջոցը պետք է դերի իրավապաշտպանության բնակության վայրում, Շիրակի մարզի գյուղի քաղաքի Մայրոցի փողոցի 39-րդ տանը, եւ ժամանակ դատարանը արձանագրում է, որ համապատասխան պետք է կիրառել հաշվի առնելով այդ թվում դատարանի արձանագրումներից վրա հաշվի առնելով վերագրվող ինտերնետական սովորական դեպքերը ցանցային աստիճանը, այս ժամանակների շրջանակներում դատարանը գտնում է, որ համապատասխան պետք է կիրառել նաև 15 միլիոն դրամի չափով, որի ենթակա է վճարման համապատասխան